Կպատմեք ինչի մասին է ֆիլմը եւ ընդհանուր ֆիլմի ստեղծման մասին։ Արցախի իրադարձությունից հետո ֆիլմը Արցախի մի ընտանիքի վերաբնակեցման մասին է Հայաստանում, թե ինչպես այդ ընտանիքը տարբեր ժամանակաշրջանում տարբեր վայրից գաղթել եւ այսօր եկել Հայաստան։ Ֆիլմը նրա մասին է, որ այսօր վարում է քաղաքականություն, 300,000 ադրբեջանցի բերել, վերաբնակեցնել Հայաստանի Հանրապետությունում։ Ֆիլմը մտորելու տեղիք է տալիս, թե ինչ պետք է անել դա թույլ չտալու համար, ինչպես բացել մեր հասարակության աչքերը, որովհետեւ մեր հասարակությունը հասկանա եղելիությունը, ինչ հասկացվելու, եթե Աստված մի արած է, հանկարծ այդ քաղաքականությունը կյանքի կոչ։ Դրա մասին է ֆիլմից հետո շատերը մտորելով դուրս են գալու, ամեն մեկ իր մասը մտածել է ինչպես կանխի այդ հրեշավոր ծրագիրը, որ փորձում է իրականացնել։ Ոնց հասկացա, իրական պատմության վրա է հիմնված։ Այո, իրական մեր հայակվի ներկայացիչն է, հերոսը, նաև առիթ կունենաք իրենց հետ խոսելու, իրենց կյանքի պատմությունն է ունև ապագայի վերաբերյալ որոշակի մտորումն է։ Ֆիլմից մոտավոր 1 ժամ էլ չի տևում, ֆիլմի ավարտից հետո վստահ եմ ամեն մաս տեղից դուրս է գալու մտածել։ Ինչի առաջացավ այս մտահղացումը, որպեսզի բացենք հասարակության աչքերը, հասարակությունը հասկանա իրականում ինչ է կատարվում եւ Արցախ ուրացության այն քաղաքականությունը, որ այսօր վարում են այսօրվա իշխանություն կոչվածները, մարդկանց աչքերը լայն բացի ու հասկանանք թե ինչ է սպասվում, եթե հանկարծ այս քաղաքականությունը շարունակվի կյանքի կոչվի։ Ոնց հասկացա, Հայակվեն մասնակցել է ֆիլմի ստեղծման մասով։ Հայակվեն պատվիրատուն է ֆիլմի, մենք ենք հովանավորը, որպեսզի ֆիլմը նկարանվի, ռեժիսորին առաջարկել նկարել նման ֆիլմ, ու սա մեր ծրագրերի, մեր գաղափարների շրջանակում է, գիտեք Հայակվեի պատմություն, ինչպես է ստեղծվել, ինչու է ստեղծվել եւ մենք հավատարիմ ենք մեր արժեքներին, գաղափարախոսության ինչի համար ստեղծվել։ Որքան ժամանակում է ստեղծվել ֆիլմը։ Ֆիլմը մի քանի ամսվա ընթացքում է ստեղծվել, հունվար ամսից, եթե չեմ սխալվում, հունվար ամսից այդպես մտահղացում առաջացավ ու այսօր կարող ենք արդեն հանդիսատեսի դատել։ Ինչպես եք ընտրել, որ հենց այս ընտանիքի պատմությունը պետք է լինի ֆիլմում։ Նման ընտանիքների դեպ շատ կան, բայց ինչ ենք հենց ընտրել, որտեղ մեր աջակիցն է, մեր անդամն է, մեր ներկայացուցիչն է, մենք էլ ամենօրյա լսելով այդ պատմությունը գտել ենք, որ խնդրել ենք ռեժիսորին այդ ամենը ներկայացնի արդեն ֆիլմի վավերագրական ֆիլմի տեսքով։ Շնորհակալություն։